Աշխարհում կան շատ տեսարժան վայրեր։ Առաջարկում եմ այսօր միասին բացահայտենք Հորդանանի մայրաքաղաք Ամանը։ Ամանը նաև երկրի ամենախոշոր քաղաքն է։ Այստեղ ապրում է շուրջ 4 միլիոն մարդ։ Նախկինում այն հայտնի է եղել Ռաբաթ Ամոն, հելլենիստահռոմեական դարաշրջանում Ֆիլադելֆիա անվանումներով։ Քաղաքը տեղակայված է 7 բլուրների վրա, որոնք աստղի ձևով պատկերված են Հորդանանի դրոշին։ Քաղաքը համարվում է կարևոր արդյունաբերական կենտրոն, Ամանում կենտրոնացված են սննդի, ցեմենտի, նավթամշակման, տեքստիլ և ծխախոտի արդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկություններ։ Այստեղ գործում է նաև միջազգային օդանավակայան։ Ամանի հենց կենտրոնում գտնվում է Ցիտադելը կամ Ֆիլադելֆիայի Ակրոպոլիսը։ Այս վայրը բնակեցված է եղել դեռ նեոլիթյան դարաշրջանից։ Ամենավաղ գոյություն ունեցող շենքերը թվագրվում են հռոմեական ժամանակաշրջանից։ Ակրոպոլիսի կենտրոնը տաճար էր, որը ամենայն հավանականությամբ նվիրված էր Յուպիտերին, նրա մերձավոր արևելքի մարմնավորումներից մեկին։ Այն որպես Հերկուլեսի տաճար մեկնաբանելը ամենայն հավանականությամբ սխալ է։ Հսկայական արձանը, որը կանգնած էր տաճարում, որի բեկորները ցուցադրված են թանգարանի մուտքի մոտ, պատկերում էր Զևսին, Յուպիտերին։ Տաճարից հյուսիս-արևմուտք գտնվում է ազգային հնագիտական թանգարանի շենքը։ Թանգարանից դեպի արևելք, Յուպիտերի տաճարի դիմաց, երևում են քրիստոնեական եկեղեցու սյուները։ Հնագետները պեղել են 5-ից 6-րդ դարերի միապսիդ բազիլիկի հիմքեր։ Բազիլիկի հետնամասում գտնվում են Օմայադների ժամանակաշրջանի համալիրի շենքերը, առկա է 7-րդ դարի մզկիթի ավերակներ, վերականգնվել են նրա հարավային պատի բեկորները, պայտաձև խորշերով և միհրաբով, դրա դիմաց կանգնած է պալատի գավթի անսովոր շենքը, որը պահպանվել է ամբողջ բարձրությամբ։ Ամանի սրտում է գտնվում հռոմեական ամֆիթատրոնը, որը կառուցվել է մեր թվարկության 2-րդ դարում և նախատեսված է եղել 6000 հանդիսատեսի համար։ Այն կառուցվել է հռոմեական կայսր Անտոնինոս Պիուսի օրոք։ Ամֆիթատրոնը միջնաբերդի հետ կապված է երկար և խորապես թաղված գաղտնի թունելով։ Ամֆիթատրոնը բաց է այցելուների համար և պարբերաբար կազմակերպում է մշակութային և սպորտային միջոցառումներ։ Իսկ ես Հասմիկն եմ, ով շատ է սիրում ճամփորդել։ Բաժանորդագրվեք YouTube-յան այս ալիքին, որպեսզի միասին բացահայտենք աշխարհի չբացահայտված վայրերը։